Վերջին ամիսներին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված լարվածության եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հասցեին հնչող զրպարտությունների ֆոնին եկեղեցական համակարգի տարբեր օղակներից հնչել են հավատարմության եւ զորակցության հրապարակային հայտարարություններ։ Դրանք տարածվել են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հայ եկեղեցու թեմերի պաշտոնական հարթակներում, այնուհետև լրատվամիջոցներով։ Այս հայտարարությունները չեն սահմանափակվում մեկ շրջանակով։ Դրանք ընդգրկում են առանցին հոգևորականների անհատական հայտարարությունները, թեմերի միասնական եւ պաշտոնական դիրքորոշումները, թեմերի աշխարհական կառույցների եւ պաշտոնյաների հրապարակային աջակցությունը։ Առաջին եւ ամենամեծ ալիքը ձևավորվել է քահանաների եւ հոգևոր սպասավորների անհատական հայտարարություններով։ Դրանք հիմնականում հրապարակվել են սոցիալական ցանցերում անուն ազգանունով, հոգևոր աստիճանի նշումով։ Օրինակ, Տեր Եզնիկ քահանա Գալստյանը գրել է, որ իր որդիական եւ անվերապահ հավատարմությունն է հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ գահակալ ամենայն հայոց կաթողիկոսին, ընդգծելով, որ դեմ է եկեղեցին եւ հավատացյալ ժողովրդին պառակտող գործընթացին։ Վարդ քահանա Գյոզալյանը իր հայտարարությունում շեշտել է, որ հրապարակային հարձակումները վտանգում են եկեղեցական միասնությունը եւ կոչ է արել հոգևորականներին ու հավատացյալներին պահպանել հավատարմությունը եկեղեցական կարգին, կանգնել եկեղեցու եւ վեհափառ հայրապետի կողքին։ Կոմիտաս քահանա Տիգրանյանը խոսքն ուղղել է անմիջապես հայոց հովվապետին։ Վեհափառ Տեր, հայ եկեղեցու համեստ սպասավորիս աղոթքով ու զորակցությամբ քաջառողջ ու համբերատար եղեք։ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել հարյուրավոր հոգևորականներ, որոնք ծառայում են Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերում։ Միասնական եւ պաշտոնական հայտարարություններով հանդես են եկել թե բազմաթիվ թեմեր, թե թեմական կառույցներ։ Օրինակ, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին եւ ներկա ատենապետերը հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որտեղ նշվում է. «Մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին»։ Կենտրոնական Եվրոպայի եւ Սկանդինավյան երկրների հայրապետական պատվիրակության հոգևոր հայրերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ հայտնել իրենց անսասան նվիրվածությունը Մայրաթոր Սուրբ Էջմիածնին եւ նրա գահակալին, ազգից վեհափառ հայրապետին Գարեգին II, ամենայն հայոց կաթողիկոսին։ Առանցին հայտարարություններով հանդես են եկել նաև բազմաթիվ թեմերի առաջնորդներ, շուրջ 3 տասնյակ եպիսկոպոսներ եւ արքեպիսկոպոսներ հրապարակային հնչեցրել են, որ եկեղեցական իշխանությունը չի կարող ձևավորվել հանրային ճնշման կամ քաղաքական գործընթացների ազդեցությամբ։ Թեմերի աշխարհական կառույցների, երիտասարդական միությունների, վարչական պատասխանատուների հայտարարությունները բխում են հոգևոր աստիճան չունեցող, բայց եկեղեցական կառույցներում ներգրավված անձանցից։ Նրանք իրենց հավատարմությունը ձևակերպում են որպես ազգային ինքնության պաշտպանություն, եկեղեցու պատմական շարունակականության պահպանում, հասարակական պառակտումից զերծ մնալու անհրաժեշտություն։ Այս հանգամանքը հստակ ցույց է տալիս, որ աջակցությունը Մայրաթորին եւ հայոց կաթողիկոսին չի սահմանափակվում միայն հոգևոր դասով։ Անհատական, թեմական եւ աշխարհական այս հայտարարությունների հիմնական ուղերձը մեկն է։ Եկեղեցին եւ նրա գահակալին հալածելու պայմաններում հոգևորականների եւ հավատացյալների մեծամասնությունը ընտրում է ոչ թե լռությունը կամ չեզոքությունը, այլ հրապարակային հավատարմության դիրքորոշումը։ Դա վկայում է, որ առկա հակասությունների ֆոնին անգամ հայ առաքելական եկեղեցու ներսում գործում է ուժեղ ինքնապահպանման մեխանիզմ, որի առանցքում շարունակում է մնալ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ նրա գահակալը։